Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Նախորդին ազգային ժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ մի շարք ուշագրավ հայտարարություններ արել։ Իհարկե կան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ, որոնք հիմա Ադրբեջանի կողմից են վերահսկվում, շուրջ 208 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը։ Այս մասին հունիսի 5-ին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է արտգործնախարարը։ Մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս տարածքները Հայաստանին վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Հիմա սահմանազատման իմաստն այն է, որ երկու կողմերը նստում են տեղանքով, քարտեզներով, որոնք ընդունելի են երկու կողմերի համար, որևէ իրավական ակտերով, որոնք տարբեր շրջաններում կարող են ընդունված լինել, որոնք վերաբերելի են եւ ելի ընդունելի են երկու կողմերի համար։ Այդ թղթերով, քարտեզներով, նկարով, տեղանքով գնում ենք դիցուկ, օրինակ մեր դեպքում հյուսիսից հարավ եւ նայում։ Այնտեղ, որտեղ որ այս հողը պատկանում է աջ կողմին, բայց գտնվում է ձախ կողմի տիրապետության տակ, արձանագրվում է, որ պետք է վերադարձվի աջ կողմին։ Եվ հակառակը, այնտեղ, որտեղ տարածքները պատկանում են ձախ կողմին, բայց հիմա գտնվում են աջ կողմի վերահսկողության տակ, պետք է վերադարձվեն համապատասխանաբար ձախ կողմին։ Հիմա մենք սա պիտի անենք, ասել է նա։ Հարցին երբ է դա տեղի ունենալու, հաշվի առնելով, որ Ադրբեջանը հայտարարում է, որ այդ տարածքներից դուրս չի գալու, արտգործնախարարը պատասխանել է. Եթե դուք ուզում եք ասեք, վայ այդ process-ը կանգնել է, մտել է փակուղի, չի ընթանում, չի լինելու, այդպես չի ընդհանրապես։ Այսօր էլ քննարկում է ընթանում այդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջև եւ հուսով եմ որոշակի փոխհմբռնման հասնելուց հետո գետնի վրա այդ գործընթացը կշարունակվի։ Նշեմ, որ վերջերս փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը նույնպես հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը փակուղում չէ, աշխատանքներ են ընթանում, սակայն դժվարացել է ասել, թե պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա։ Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, փոխվարչապետն ասել է. ձեզ հայտնելու նորություններ չունեմ այդ մասով, ինչ որ աշխատանքներ ընթանում են։ Գործընթացը փակուղային չեմ համարում, ունենք իրավական լիարժեք բազա երկու երկրների կողմից հաստատված ու ներպետական ընթացակարգ անցած, դա շատ կարևոր է աշխատանքները շարունակելու համար, նշել է նա։ Եվ ահա այս ամենի խորապատկերին այսօր ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել ու հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ստացված տվյալների համաձայն Հայաստանի Սյունիքի մարզի տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը ծնված 2007 թվականին եւ Անդրեյ Արմենի Գյագունցը ծնված 2008 թվականին հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձը ապահովելու ուղղությամբ, ասվում է ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում։ Եվ այժմ կզրուցեմ քարտեզագետ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանի հետ։ Ողջույն պարոն Գալիչյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Գալիչյան, եւ այսպես ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը, որ երկու քաղաքացի են մոլորվել հայտնվել Ադրբեջանի տարածքում, ես տեղեկությունը ուղեկցեցի սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջին տեղեկություններով, որը հայտնել էր արտգործնախարարը եւ փոխվարչապետ Գրիգորյանը, իհարկե ոչ մի առարկայական տեղեկություններ, պարզապես արձանագրում էին, որ գործընթացը փակուղային չէ։ Նախ նշենք, հա, այս սահմանազատումը կլուծի այսպիսի հարցերը։ Իհարկե որ սահմանազատումը կլուծի այս հարցերը։ Գիտենք ինչ է, մեր սահմանազատումը մենք սկսեցինք շուրջ տարի ու կես առաջ, մեկ փոքր մասնաուշում սահմանազատ գծվեց, սահմանազատվեց, սահմանանշվեց եւ այդտեղ կանգ առավ ճանապարհը այդ process-ը, քանի որ արկա էին որոշ խնդիրներ, որ հայկական ճանապարհը Հայաստանի հիմնական ճանապարհը անցնում էր Ադրբեջանի տարածքում, մի քանի տեղ մտնում Ադրբեջան դուրս է գալի եւ նման էլ իրենց տարածքում կա Ադրբեջանի գյուղի ճանապարհը Հայաստանի տարածքով է անցնում որոշ մասը։ Այդ խնդիրների հողերի փոխանակման խնդիր պիտի լիներ այստեղ, որ 1 տարի է ես տեղյակ չեմ ինչ է կատարվում, կարծում եմ որ մեր գործողությունները են որ պետք է օր առաջ կատարել, քանի որ նրանց պակասության բացակայության պատճառով է որ սահմանազատումը եւ սահմանագծումը չի կատարվում։ Եվ դադարել է աշխատանքը, չի դադարել ասենք, բայց այնքան Ադրբեջանը աշխատում է հետաձգել քաշ տալ, քանի որ նա չի ցանկանում իր գրաված տարածքներից հեշտությամբ դուրս գալ։
Այդ շրջանը, որի մասին խոսեցինք, որ Սյունիքի շրջանում այդ երկու երիտասարդները մոլորվել են, տեղ գյուղի հյուսիսում գտնվող այդ փոքրիկ գյուղակն է, տեղ քաղաքի, ես քարտեզի վրա ցույց կտամ ձեզ, այս կարմիրը Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանն է, որ գծված է այստեղ, այդ ներքևում, ուրեմն տեղի գյուղն է, ներքևում այո, տեսնում ենք։ Դրա այդ արավուսն էլ, այս գյուղն էլ արավուսն է, կանաչը։ Այս շրջանում տեսնում եք սահմանից հեռու է գտնվում գյուղը որոշ չափով մի քանի 100 մետր, բայց խնդիրն է, որ այսօր ես գոնե տեղյակ չեմ, որ ադրբեջանցիները երբ այդ շրջանում Գորնիձորի բանի ժամանակ կամուրջը կառուցելու ժամանակ հարձակվեցին տեղի շրջանում, նեղնոջեցին որոշ մեծ տարածք, ըստ մեր տրված մեզ տասած տեղեկությունների 2-3 քառակուսի կիլոմետր Ադրբեջանը գրավեց։ Տերևս այդ սահմանը, որի այսօր ցույց է տալիս այս քարտեզի վրա, այժմ այնտեղ չի, մի քիչ առաջ է եկել Հայաստանի հողը, որը ի վնաս մեզ է վերջանում, բայց եթե սահմանագծումը կատարվի, այդ սահմանը, որը իրական մեր սահմանն է, այդտեղ փշալարեր կգտնվեն, երկու կողմից դատարկ տարածք կլինի, որ ոչ ոք չպիտի անցնի այդ տարածքներով, եւ երկու կողմ սահմանապահները կլինեն, ոչ թե Ադրբեջանի կամ Հայաստանի զորքերը կլինեն։ Այդ դեպքում կարելի է համեմատաբար վստահ լինել մեր գոնե մեր երիտասարդները, մեր ժողովուրդը չի մոլորվի սահմանն անցնի, որ քանի որ սահմանը փշալարով գծված կլինի։ Իսկ եթե չենք անում այդ սահմանագծումը, միշտ ենթակա ենք նման խնդիրների։ Բայց ինձ հետ զարմացնում է այն, որ մեր ընդդիմություն կուսակցություններից մեկը վերջերս մի 2 տարի առաջ հայտարարեց, պաշտոնապես հայտարարեց, որ սահմանազատումը, սահմանագծումը եւ ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի ոչ մի հայ ժողովրդին ոչ մի օգուտ չունի։ Եվ պետք է ամեն ձև աշխատենք կասեցնել այս ընթացքը, այս գործողությունը, եթե չեն կարող կասեցնել, գոնե խանգարել եւ սաբոտաժի ենթարկել, որը կատարվել է մինչեւ այսօր։ Եվ չգիտեմ, արդյոք այդ մեր հարգելի կուսակցականները չեն հասկանում, որ սահմանագծումը եթե լինի, չլինի, դու սահման չունես։ Նույնը կլինի, ինչ որ դու այգի ունենաս, որը պատ չունենա։ Դրսից եղու կարող մտնի այգի, դուրս կա դու քո մարդկո ընտանիքից անդամներն կարող են դեղից անցնել մյուս դուրս իրանց պատից անցնել են կոմու հետ կան, առանց հասկանալու որ անցել են պատը։ Սահմանագծում, սահմանը դրա համար է գծվում, որ տեղյակ լինես, տեսնես մեր սահմանը որտեղ է։ Դե պարոն Գալիչյան, դժվար է հավատալ, որ որոշ գործիչներ, ինչպես դուք հիշեցիք, կարծում են, որ դա կարևոր չէ կամ անհրաժեշտ չէ, հա, այսինքն այդպիսի մտադրությունից ելնելով են ինչ-ինչ բաներ իրականացնում։ Այնուամենայնիվ ձեզ հիմնական պատճառը ո՞րն է, որ իրենք դեմ են այդ process-ին եւ այո, նախաձեռնեցին դեռ նախորդ տարվանից որոշակի շարժումներ, գործողություններ, որպեսզի կասեցնեն այդ ընթացքը։ Ես չգիտեմ, դա իրենցից պիտի հարցնեք, ինչն է պատճառը, որ նման հայտարարությունը որոշում են ներկայացնել։ Քանի որ բացի սահմանագծումը, բացի մեզի շահ բերելուց, օգուտ բերելուց, ուրիշ ոչինչ չի։ Եթե նրանք մտածում են, որ մեր սահմանը պիտի ավելի մեծ լինի, ավելի լայն տարածուն լինի, այն ժամանակ հիմա այդ բանի համար մտածելու ժամանակը չէ։ Հետո հիմա պետք է կարողանանք մեր ունեցած երկիրը պահպանել եւ հետո կմտածենք ապայում պիտի մտածենք ինչպես պիտի անենք, որ վերականգնենք մեր ունեցած որոշ հավելյալ գործած տարածքներ։ Եվ դուք հիմա կարծում եք, որ սահմանազատման գործընթացը չի շարունակվելու, հա, քանի որ Ադրբեջանը չի ուզում դուրս գալ օկուպացված տարածքներից։ Այդպես է երևույթն այդ է, որ Ադրբեջանը եթե կուզենար սահմանազատում այս խաղաղության պայմանագիրը պիտի ստորագրեր, պիտի ընդուներ, որ պետք է հետ քաշի իր զինվորները Ալմատիի մեջ նշված խորհրդային զինվորական շտաբի գծած քարտեզներից։ Այսինքն ոչ թե 208 քառակուսի կիլոմետր, ես կարծեմ դրանից ավել է 240-ից էլ նույնիսկ ավել քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանը գրավել է մեր երկրից 2021 թվականի մայիսից հետո, այդ մեր նոյեմբերյան համաձայնագրից հետո, զինադատարի համաձայնագրից հետո, 6 ամիս հետո սկսեց ներխուժել մեր տարածքները գրավել։
Եվ դրանք ինձ թվում է 240 քառակուսի կիլոմետրն ավել են, քան ինչ նախարարը հայտարարեց, բայց դա այդքան կարևոր չի, կարևորը նա որ Ալիևը հայտարարել է, որ այնտեղ որ մեր զինվորն է կանգնած մեր հողն է, եթե ուզենա իր համաձայնած ձևով շարժվի այսօր, պետք է իր զինվորներին հետ քաշվի իր կանգնած տեղերից եւ ընդունի Խորհրդային միության վերջին գծած սահմանները, որը պաշտոնապես ընդունել է, բայց դե ֆակտո չի անում այդ գործը։ Եվ կարող ենք ասել, որ process-ը փակուղում է։ Ես կարծում եմ, մինչև որ ճնշում չդրվի Ադրբեջանի, որ շարունակենք գոնե Տավուշը վերջացնենք, հետո շարունակենք այս բարձունքները, ըստ երևույթին կանգնած ենք, առաջ չենք գնում, դա ինչպես ուզում եք անվանեք փակուղի կամ դադար, նույնն է արդյունքը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ընտրեմ։ Զրուցակիցս քարտեզագետ, Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։